Որ այսօր այս աստիճան կարևոր հանրային հավաքը լուսաբանեցիք, այդ իմաստով նաև չափազանց շնորհակալ ենք նաև ձեզ, իհարկե առանձնահատուկ շնորհակալ ենք մեր հայրենակիցներին, ովքեր այսքան ժամ տրամադրեցին շաբաթ օրով, ոչ աշխատանքային օրով եւ իսկապես բարձրաձայնեցին իրենց ձայնը հանուն փոփոխությունների։ Մի քանի շեշտադրում եմ ուզում ներկայացնել, այնպես ստացվեց, որ այս օրերին մենք ստացանք դատարանից համապատասխան որոշում, որ Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական վարույթի վերաբերյալ առաջին դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 15-ին ժամը 10:30-ին։ Եթե մենք ունեցանք հնարավորություն, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը վերացվի, մենք կունենանք նվազագույն քաղաքական հնարավորություն Սամվել Կարապետյանի կողմից մասնակցելու ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակի ձևավորմանը։ Մենք նախապես հայտարարել էինք, որ այսօր նաև ամբողջական ցուցակն է ներկայացվելու, բայց քանի որ դրան հաջորդեց այն իրադարձությունը, որ մենք ապրիլի 15-ին դատական նիստ ենք ունենալու, իսկ որ պատկերացնեք ժողովրդավարական նույնիսկ նվազագույն երաշխիքների պահպանմամբ երկրում չի կարող քաղաքական հայտ ներկայացրած կուսակցության նախագահը հնարավորություն չունենա շփվելու հարցազրույց ունենալու նախընտրական ցուցակի ներկայացուցիչների, թեկնածուների հետ։ Հայաստանում այսօր այդ իրավիճակը ունենք, բայց քանի որ դեռ ժամանակ կա, այն է մինչև ապրիլի 23-ն է ԿԸՀ ցուցակներ ներկայացնելու ժամանակահատվածը, մենք իսկապես հույս ունենք, որ այդ հնարավորությունից կկարողանանք օգտվել։ Այդ իսկ պատճառով այսօր ամբողջական ցուցակի վերաբերյալ տվյալները չներկայացվեցին մեր հանրությանը, մեր հայրենակիցներին։ Մի կարևոր շեշտադրում էլ ասեմ, նախկինում մշտապես Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստերին մեր հայրենակիցները իրենց աջակցությունն էին ցուցաբերում, ներկա էին գտնվում դատարանի հարակից տարածքում, ինչը չափազանց կարևոր էր։ Այսինքն Թբիլիսյան խճուղի հասցեում գտնվող հակակոռուպցիոն դատարանում միշտ մեր հայրենակիցների ներկայությունը եղել է։ Սա եւս մի առիթ էր իմ երախտագիտությունը, մեր երախտագիտությունը բոլորի Կարապետյանների, նաև հենց ուժեղ Հայաստանի երախտագիտության խոսքը ընդգծելու եւ եւս մեկ անգամ նշելու, որ ապրիլի 15-ին ժամը 10:30-ին կրկին նույն հասցեում, նույն հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանին վերաբերող ապօրինի քրեական վարույթի քաղաքական հետապնդման առաջին դատական նիստը, որի շրջանակներում միանշանակ է նաև կարող եմ այդ կանխատեսումը անեմ, մենք կունենանք հնարավորություն խափանման միջոցի հարցի քննարկման։ Վարդանյան առիթ չենք ունեցել մակագրվելուց հետո խոսել, գործը մակագրվել է Դատավոր Դոլմազյանին, ինչ ակնկալիքներ։ Գիտեք, ես հատուկ հիմա առանձին ակնկալիք չեմ նշի, ես պարզապես մի բան կնշեմ, նվազագույն իրավական երաշխիքի գործարկման պայմաններում, երաշխավորման պայմաններում տնային կալանքը րոպե շուտ պետք է վերացվի։ Առհասարակ այս քրեական վարույթը պետք է դադարեցվեր, բայց քաղաքական հետապնդումը այնպիսի մի հրեշավոր կենդանի է, որ այդքան հեշտ չի ստացվում դրա դադարեցումը, բայց առնվազն տնային կալանքը որպես խափանման միջոց պետք է վերացվի։ Եթե չի վերացվում, ապա եկեք արձանագրենք, որ իսկապես ժողովրդավարությունը ոչ թե քայքայված է Հայաստանում, այլ ընդհանրապես ոչնչացման ճանապարհին է։ Չի կարող իրավիճակ լինել, որ քաղաքական հայտ ներկայացրած կուսակցության նախագահը 10 ամիս լինելով կալանավորված, գործը գտնվելով այլևս դատարանում, այսինքն նախաքննությունը ավարտվել է, չի կարող չէ որևէ ռիսկ լինել, այդ պայմաններում իր խափանման միջոցի ինտենսիվությունը պահպանվի, այսինքն սա դասագրքային ճշմարտություններ են, սա ոչ թե սուբյեկտիվ գնահատողական դատողություններ են։ Եվ պարոն Վարդանյան, այսօրվա մասին ինչ տպավորություններ ստացաք, արդյոք այսպես արդարացրեցին սպասելիքները։ Ես պարզապես կարծում եմ նաև թիմակիցների անունից ուզում եմ փոխանցել մեր երախտիկի խոսքը, մեր շնորհակալությունը մեր հայրենակիցներին, իրենց թե աջակցության, իրենց թե խոսքի համար, իրենց ուժի համար եւ իրենց աջակցության համար ուժեղ Հայաստան։ Վարդանյան իշխանության ներկայացուցիչներն ասում են, պատասխանում են ձեզ, ասում են, որ մենք չենք վախենում Սամվել Կարապետյանից։ Ինչպես կմեք նամակը։ Բա ընտրական օրենսգրքում ինչի փոփոխություն արեցին Սամվել Կարապետյան անուն ազգանունը չօգտագործելու համար։
Իդեպ դա նույնիսկ այն օրը ասում էինք ազգային ժողովի մոտ, որ ուժեղ չվախեցող կեցվածքը նա է, որ օրինակ ասեին, մենք հրաժարվում ենք այդ փոփոխությունից։ Իդեպ իրենք հենց ընդունում էին, որ դա անում են հենց Սամվել Կարապետյան անունը, որ չլինի համապատասխան ԿՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացում։ Լավ, ինչի համար։ Հիմա վախենում են, չեն վախենում, իդեպ մի բան էլ ասեմ, չեն վախենում, թող տնային կալանքը վերացնեն։ Այդ օրվա հավաքի հետ կապված ասում են, տեսեք, ինչքան փոքրաթիվ էին, հենց իրենք են փոքրիկ խմբակը, ոչ թե մենք։ Գիտեք, ընդհանրապես ցանկացած հավաքի վերաբերյալ գնահատողական դատողություններ ներկայացնել ելնելով մարդկանց քանակից, դա ինքնին վիրավորական երևույթ է։ Իդեպ իշխանության պարտականությունն է նույնիսկ մեկ քաղաքացու ակցիային հարգանքով վերաբերվել է, նույնիսկ մեկ։ Իսկ տասնյակ հազարավոր շատ հազարավոր հայրենակիցների բողոքի ձայնին պետք է պարզապես ականջալուր լինել, գիտակցել, որ իսկապես փոփոխությունների ժամանակը եկել է։ Եթե դատարանի որոշումը չլինի այնպիսին, ինչպիսին որ դուք նոր թվարկեցիք, կուսակցության գործունեությունը հետագա քայլերը հատկապես մինչև ամսի 23 ինչպիսին է լինելու։ Գիտեք, ես անուղելի օպտիմիստ եմ։ Հետևաբար ես հավատում եմ, որ իրավունքը գերակայելու է, Սամվել Կարապետյանը լինելու է ազատության մեջ, տնային կալանքը վերացվելու է։ Վարդևանյան համացանցում քննարկումները նույնիսկ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հարցում է դրել իր տելեգրամյան ալիքում, արդյոք ռեալ մարդեր ուղերձով, թե էլի արհեստական բանականություն, դուք դրա ուղիղ պատասխանը կտաք։ Գիտեք, ես կարծում եմ ամեն ինչից զատ որոշակի էթիկական սահմանափակումներ պետք է ունենալ, անկախ նրանից ինչ պաշտոն է զբաղեցնում, երևի թե առավել ևս թե ինչ պաշտոն է զբաղեցնում այդ պայմաններում։ Սամվել Կարապետյանի տեսաուղերձի ձայնագրմանը, նկարահանմանը ես ինքս ներկա եմ գտնվել եւ կարծում եմ մեր հանրությունը իսկապես սպասում էր իր խոսքին։ Եվ պարոն Վարդեվանյան, Լսում եմ, պարոն Կիրակոսյան։ վստահելի թիմակից համարում եք, թե ոչ։ Մենք ենք համարում, պարոն Կիրակոսյան։ Պարոն Կիրակոսյան, մենք խոսում էինք էթիկական հարցերից եւ այլն, դուք ինձ նման հարց եք տալիս։ Մոտ 1-2 տարի առաջ Քոչարյանի թիմում եք, հիմա այլ քաղաքական թիմում եք։ Շատ լավ, պատասխանեմ ձեր հարցին։ 2022 թվականի նոյեմբեր ամսին ներկայացրել եմ հրաժարականս պատգամավորական մանդատից եւ դուրս եմ եկել ակտիվ քաղաքականությունից։ Այսօր իդեպ այդ միտքը ուզում էի ասել, լավ առիթ էր հիմա ներկայացնեմ։ Անկեղծորեն եմ ասում, եթե ինքս իմ մեջ փորձում էի վերլուծել, արդյոք ուզում եմ կրկին վերադառնալ քաղաքականություն, չէի ուզում։ Բայց կարծում եմ նաև այս իրավիճակում որևէ մեկը չի կարող պարզապես կողքից հետևել իրադարձություններին, իրավիճակին, երբ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության առջև ինչ մարտահրավերներ են կանգնած։ Քաղաքական որևէ թիմի անդամ վերջին 4 տարիների ընթացքում չեմ եղել։ Ստացել եմ առաջարկ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահի կողմից։ Ընդունել եմ այդ առաջարկը, պատիվ եմ համարում լինելու մասը այսպիսի ուժեղ տաղանդավոր թիմի, այն ներկայացուցիչների, որոնք 10 ամիս ամենախայտառակ ապօրինի քաղաքական հետապնդման պայմաններում ոչ թե վախեցել են, այլ իրենց ձայնը բարձրաձայնել են։ Երբ մարդիկ պարզապես խոսքի համար Հայաստանում կալանավորվում են, իմ թիմակիցները դրանից չեն վախեցել, այլ իրենց ձայնը բարձրաձայնել են։ Իսկ ընդհանրապես այլ հետևություններ անելու համար, պարոն Կիրակոսյան, ես իմ կյանքի ընթացքում գործողությունների համար, արարքների համար երբեք չեմ հրաժարվում, դրանք բոլորը կատարել եմ պատվով, հիմա էլ գլուխս բավականին բարձր է։ Որ 2 տարի ուժեղ Հայաստանով լինեք падգամավոր, հետո մանդատից հրաժարվեք, գնաք այլ քաղաքական թիմ։ Ազգային բարերարին Պարոն Կիրակոսյան, ես ձեզ մաղթում եմ լավ տրամադրություն եւ հուսով եմ մենք ավելի լավ թեմաների շուրջ կկարողանանք խոսել փոխադարձ հարգանքի եւ կոռեկտության մթնոլորտում։ Ես էլ կարծում եմ ձեզ շատ հարգալից պատասխանեցի։ Գործում եմ առավել քան բովանդակային։ Մեկ հարց էլ օրենսդրական փոփոխությունից հետո ինչ որոշում կա, արդյոք կփոխվի կուսակցությունը։ Եկեք մի քանի օր սպասենք եւ դրա վերաբերյալ բոլոր պատասխանները կունենաք, որովհետեւ իդեպ իրավական առումով առնվազն հետադարձ ուժի արգելքի տեսանկյունից չէր կարող ընդհանրապես այս մեխանիզմը գործել, բայց կապրենք կտեսնենք։ Մի փոքր սպասենք։